Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, 1 հոգի Երևանի Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոբուսում եղել են մոտ 18 ուղևորներ, հիմնականում երեխաներ, ովքեր Տելակամարային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ էքսկուրսիայի։ Վթարի հանգամանքները պարզվում են։ Այսօրվանից Կիևյան կամուրջը փակ է լինելու հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը։ Երթևեկության կարգավորման նպատակով որոշ ավտոբուսներ կփոխեն իրենց հիմնական երթուղին։ Ժամեր առաջ Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը։ Սևանի ժամանած ջրասուզակը այսօր ժամը 9:30-ի սահմաններում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել է 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են նրա 13-ամյա քրոջ մարմինը գտնելու նպատակով։ Վանաձորում բնակվող քույրերին որոնում են հունիսի 15-ից։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն նրանք հասարակական կազմակերպություն գնալիս են եղել։ Փորձել են ճանապարհը կրճատել ու անցել են գետի խողովակի վրայով։ Ականատեսների խոսքով մի քույրն ընկել է ու սկսել խեղդվել, մյուսը փորձել է օգնել ու ինքն էլ է հայտնվել գետում։ Մի քանիսն էլ լսել են, որ գետի մոտից մեկը գոռում է. «Մամա ջան, օգնեք»։ Տեղում աշխատող փրկարարները նշել են, որ գետը սովորականից ավելի վարար է։ Որոնողական աշխատանքներն անգամ բարդացել են դրա պատճառով։ Երկու օր տևած որոնումների ընթացքում լոռի են ժամանել տարբեր մարզային վարչությունների փրկարարներ, ջրասուզակներ, բազմաթիվ կամավորներ ու տեխնիկա։ Երևան Երազք Մեղրի ավտոճանապարհի Հունիսի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լանջար գյուղի տարածքում բախվել են իրանական համարանիշներով Volvo Մակնիշի բեռնատարը եւ Mercedes Մակնիշի մարդատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Կա 5 վիրավոր, որոնցից 3-ը անչափահաս են։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Գազատարի վնասվելու պատճառով Արթիկ քաղաքն ու 18 գյուղ զրկվել են գազամատակարարումից։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնել է, որ այլ կազմակերպության իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար։ Ժամը 9:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետապ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։ Ադրբեջանական վարչակարգը շարունակում է վերացնել Արցախի պատմական հուշահամալիրները։ Այս անգամ ոչնչացվել է Ասկերանի Աստղաշեն գյուղի Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Ահազանգել են պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։ Հուշարձանը կանգնեցվել է 2012 թվականին։ Ոչնչացվել է նաև հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Եվրահանձնաժողովը շտապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտուրը մեծացնելու համար։ Դաշնության մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների ֆոնին, գրել է Financial Times պարբերականը։ Թերթը հոդվածում նշել է, որ Բրյուսելը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի եւ գյուղատնտեսական արտահանման մաքսատուրքերը։ Ըստ պարբերականի միջոցառումները, որոնք պետք է հաստատեն ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունն ու Եվրախորհրդարանը, կընդգրկեն ապրանքների 20 կատեգորիաների մեծ մասը, որոնց արժեքը տարեկան կազմում է մոտ 420 միլիոն եվրո։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ հարցեր են առաջացնում ԵՄ-ի ներսում։ Դա վերաբերում է առաջին հերթին կոնյակին, Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներից մեկին, հաշվի առնելով կոնյակի արտադրության կարևորությունը Ֆրանսիայի համար։ Մեկ այլ խնդիր է նաև դեպի ծով ելք չունեցող երկրից Թուրքիայի կամ Վրաստանի միջոցով փչացող ապրանքների տեղափոխման դժվարությունը։ Այս եւ մնացյալ խնդիրները դեռ քննարկում են ԵՄ-ի ներսում, որոշման դեռևս չեն եկել, հաղորդել է թերթը։
Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները վերաբերում են բացառապես խախտումներին, դրանց պատճառները քաղաքական չեն, հայտարարել է Ռոսելխոզնաձորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի սահմանափակումները քաղաքականացված չեն, բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների եւ հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ, նշել է Դանկվերտը։ Նա ընդգծել է. խնդիրը որակի արդյունավետ վերահսկողության բացակայությունն է, նրա դիտարկմամբ արտադրության եւ առաքման միջև գործնականում ներքին կարգավորում չկա։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար, հայտնել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Այսօր մինչև ժամը 17-ը Մցխեթա Ստեփանցմինդալարս մայրուղու Մլետա Գուդաուրի հատվածում արգելվում է բեռնատարների երթևեկությունը։ Ճանապարհը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։ Այս ամենը պայմանավորված է Մցխեթա Ստեփանցմինդալարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգմամբ։ Իսրայելը ԱՄՆ-ից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժվել է։ Հայտնել է Channel 12-ը հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Աղբյուրների փոխանցմամբ Իսրայելը մինչև այժմ չի տիրապետում Շվեյցարիայում ստորագրվելիք համաձայնագրի բոլոր մանրամասներին, այդ թվում Իրանի միջուկային ծրագրին եւ բարձր հարստացված ուրանի պաշարների վերացման հարցի լուծմանը։ Ավելին Թել Ավիվը դեմ է իր զորքերի դուրսբերմանը Լիբանանից, թեև դա նախատեսված է հուշագրով։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Ցախալը կմնա Լիբանանի անվտանգության գոտում։ Նա նշել է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, իրեն կհարձակվեն նրանց վրա իրենց ամբողջ ուժով։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է $300 միլիարդ արժողությամբ մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, հայտնել է Reuters-ը։ Այդ գումարի ավելի քան կեսը արդեն իսկ ապահովված է ներդրողների հստակ պարտավորություններով։ Հիմնադրամը պետք է տնտեսական խթան կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Ֆինանսական նոր մեխանիզմը չի ենթադրում պետական բյուջեի կամ դրամաշնորհների օգտագործում։ Բոլոր միջոցները կհատկացվեն բացառապես մասնավորից, որպես ներդրողներ լինելու են ընկերություններ ԱՄՆ-ից, Պարսից ծոցի երկրներից, Ասիայից, Հարավային Ամերիկայից եւ Աֆրիկայից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիրը դեռևս լիովին ձևավորված չէ, բայց այն, ինչին արդեն հաջողվել է հասնել, չափազանց կարևոր քայլ է։ Լիբանանից նահանջ չի լինի, ոչ ուրբաթ եւ ոչ էլ ուրբաթից հետո։ Մենք պահպանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների լիարժեք ազատությունը Լիբանանում, ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։ Մենք կմնանք հարավային Լիբանանում, կխորացնենք մեր ներկայությունը այնտեղ։ Քանի դեռ Հեզբոլլահը զինաթափված չէ, մենք այնտեղ կմնանք երկարաժամկետ հիմունքներով, այնքան տարի, որքան անհրաժեշտ կլինի, նշել է Սմոտրիչը։ Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան, հայտարարել է Իրանի զինված ուժերը։ Սիոնիստական ռեժիմը 84 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի ավարտի մասին հայտարարելուց հետո վերջին 2 օրվա ընթացքում։ Եթե Իսրայելի բանակը չդադարեցնի իր գործողությունները, ապա պետք է ակնկալի կոշտ պատասխանի Իրանի զինված ուժերից, ասվել է հայտարարությունում։ Ռուսաստանը հայտարարել է Կանադայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցային սահմանափակող ցանկի ընդլայնման մասին, ի պատասխան Օտավայի նոր սահմանափակող միջոցների։ Դաշնության արտգործնախարարության տվյալներով ցուցակում ներառվել է Կանադայի 103 քաղաքացի, որոնց այսուհետ մշտական հիմունքներով արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Սահմանափակումներն անդրադարձել են Կանադայի քաղաքական եւ պետական համակարգի տարբեր մակարդակների ներկայացուցիչների վրա։ Դրանց թվում են սենատորներ եւ խորհրդարանի վերին պալատի անդամներ, համայնքների պալատի падգամավորներ, ներառյալ գործող նախարարներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, պետքարտուղարներ եւ խորհրդարանական քարտուղարներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնց թվում նախկին դիվանագետներ եւ կազմակերպությունների ղեկավարներ են։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ միջոցները ձեռնարկվել են որպես պատասխան արձագանք Կանադայի պատժամիջոցային քաղաքականությանը եւ կրելու են անժամկետ բնույթ։ ԱՄՆ Տեխաս նահանգում երեքշաբթի գիշերը փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել եւ բռնկվել թռիչքուղուն մոտենալիս։ Ոստիկանության հաղորդմամբ ինքնաթիռում եղել է 6 մարդ, որոնցից մեկը զոհվել է։ Վիրավորներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, որոշներին տեղափոխել բժշկական կենտրոններ։
Հանդուգն կողոպուտ է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում։ Հանցագործներն ամբարձիչը մոտեցրել են բանկի գրասենյակին եւ պատից պոկել բանկոմատը։ Ոստիկանությունից հայտնել են, որ ամբարձիչը նույնպես գողացված է եղել։ Կողոպտիչներն այս քայլին դիմել են հանուն մի քանի տասնյակ հազար ֆունտի։